Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փառատոնի ներկայացրեց Գառնիր ֆրանսիական ձևով բեմադրությունը։ Այն 3 ընտանիքների սիրո խաչաձևումների խառնաշփոթ պատմություն է, չնախատեսված շրջադարձերով ու զվարճալի լուծումներով։ Այն թեման է արդի, որ ցանկացած, եթե դու անգամ ֆրանսիացի, իտալացի, հայ, սիրային խաղեր միշտ լինում են, եռանկյունիներ միշտ լինում են, ու այստեղ բերվում է այն, որ եռանկյունիները ավարտվում են, փակվում է ընտանիքը պահպանելու համար։ Նաև կոչվում է համերաշխ ընտանիք, որը որ անկախ խանդի միջոցով անգամ սերը կարելի է ավելի ուժգինացնել, այսինքն ընտանիքը սիրեկաններ ունեն եւ ամուսինը եւ կինը, բայց իրենք զգալով մեկը մեկի խանդը իրենց սերն է ամրանում ավելի եւ իրենք հասկանում են, որ իրենց սերը ավելի հզոր է, քան կողքից սերը։ Ներկայացումը բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Օֆելիա Հակոբյանը, ով նույնպես խաղում է ներկայացման մեջ։ Այն շուրջ 10 անգամ խաղացել են իրենց թատրոնում, սակայն դրսի հանդիսատեսին ներկայացնելու առիթ մինչ այս չեն ունեցել։ Խաղում են դերեր, եթե զգում եմ, որ կա դերեր, որը ինձ նաև համապատասխան ես կարող եմ դա կերտել, անպայման խաղում եմ, որովհետև առանց բեմի ես ինձ չեմ պատկերացնում, անկախ ամեն ինչից կուլիսներից ես կողմ, թե այն կողմ։ Սա երիտասարդ ռեժիսորի առաջին գործն է, նրա կարծիքով, ինչպես ցանկացած բնագավառում, այնպես էլ թատրոնում դժվար է ավագներին փոխարինելը։ Լինելով երիտասարդ, այդքան էլ սկզբնական շրջանում չես կարողանում sense մեծ բեմադրություն անես, հետո ասենք քիչ-քիչ քեզ մեծերից սովորելով, ինչ որ բան սովորելով, իհարկե ես ինքս էլ իմ աշխատանքից դեռ այն աստիճան գոհ չեմ, ես զգում եմ, որ աճելու շատ տեղեր ունեմ։ Երիտասարդի համար ավելի դժվար է, որովհետև եթե կա ավագ սերունդ, դու պետք է միշտ օրինակ ծառայես եւ բացի դրանից հերթը քեզ պետք է հասնի։ Օֆելիա Հակոբյանը նախորդ փառատոնի ժամանակ չար ոգիներ ներկայացման մեջ Շուշան է խաղացել։ Ասում է, որ այսպիսի փառատոնները մի քանի առումով են կարևոր։ Իհարկե, փորձի փոխանակում, գիտեք, այստեղ այնպիսի մի շատ հետաքրքիր բան է կատարվում, հարազատ դեմքներին, որ անգամ եթե Երևանում ես կամ Արտաշատում ես ավելի շուշուտ կարող ես տեսնել, գիտես, որ մոտ են ու չես տեսնում, հանգիստ ես, բայց այստեղ ուզենաս չուզենաս գալիս ես ու տեսնում ես, այնքան հաճելի է ուրիշ տեղ, շատ հեռու Երևանից, Արտաշատից հեռու, հարազատ մարդկանց ես տեսնում, մի տեսակ ջերմանում է ամեն ինչ։ Իսկապես թատերական մթնոլորտ է ստեղծվում ու շփվում ենք անգամ ներկայացումների միջոցով։ Մենք իրենց թեկուզ մի քանի անգամ տեսած, որովհետև այստեղ բեմը, մթնոլորտը, եղանակը, սարերը, այդ ամբողջ ինչ որ ուրիշ միստիկ բան են թողնում մարդու մեջ, հաճելի է այստեղ ավելի քան։ Սարա Ռուշանյանն Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում է արդեն 14 տարի։ Ասում է, որ առանց թատրոնի իր կյանքը չի պատկերացնում։ Թատրոնը այն է ինչ որ տանն ես։ Մի խոսքով, ես ինձ շատ լավ, շատ հանգիստ, շատ ազատ։ Դա իմ տարերքն է։ Դա երկրորդ անգամ է, որ մասնակցում ենք ու մեծ տպավորություններով հեռանում ենք։ Հուսով ենք, որ նորից կմասնակցենք նույն փառատոնին։ Ինչ խոսք, թող նման փառատոններ շատ լինեն, որ դերասանները իրար հանդիպեն։ Ներկայացումն ավարտվեց, հանդիսատեսը դահլիճից հեռացավ գոհ ու տպավորված։ Ամո Խարազյանի այս ներկայացումը շատ բարձր մակարդակի վրա էր, շատ լավ խաղում էին դերակատարները, բոլորովին անկաշկանդ։ Ներկայացման ասելիքն այն էր, որ վերջում պարզվեց, որ ընտանիքն է, գերագույն երջանկություն ընտանիքի մեջ է։ Ինչ էլ որ անես, որտեղ էլ փնտրես այդ երջանկությունը, միշտ պետք է գտնես քո ընտանիքում։ Հետաքրքիր էր,
ամեն տարի գալիս եմ, դիտում եմ եւ լավ տպավորություններով գնում եմ։ Այսօրվա ներկայացմանը կեսից եմ եկել, դասերի պատճառով չհասցրեցի բոլորին գալ, բայց շատ հետաքրքիր էր, սյուժեն լավն էր, դերասանները շատ լավ խաղացին իրենց դերը, հետաքրքիր էր շատ։ Արմանուշ Նիազյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։